Երեք գումարած 3 թե արևմուտք հյուսիս, որ հարթակում են լուծվում Հարավ-Կովկասի հարցերը։ Կես տարվա լռություն, որ խախտում է Կարմիր խաչը, Բաքվում պահվող գերիներին տեսակցել է միջազգային կառույցը։ Սահմանադրության փոփոխությունից մինչև անկլավների հարց, Բաքուն կրկին պահանջներ ունի Երևանից։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կան, կարգավորելու միջոց, թե ճնշում լրատվամիջոցի նկատմամբ։ Ճապոնական սարքավորումներ Հայաստանում կեղտոտ օդը ստուգելու համար։ 270 դրամը նպաստից զրկվելու պատճառ, մի ընտանիքի պատմություն Հայաստանում։ Բիոբանկ նոր կյանքերի համար առաջին անգամ մեր երկրում։ 30% ավելի դրամահավաք Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոնի արդյունքները և ավելի քան 1 տոննա սիգի ապօրինի որս էկոպարեկների բացահայտումը։ Բարի երեկո արգել հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես, եկող տարի խաղաղության խաչմերուկում պետական եկամուտների կոմիտեի համար մեծ դաշտ կբացվի Պեկում, հանդիպման ընթացքում հայտարարել է վարչապետը նկատի ունենալով Սյունիքի ամերիկյան ճանապարհը, որը Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ երթևեք պետք է ապահովի։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, զարգացումների սպասում ունեն ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված։ Այդ զարգացումները արդեն մասամբ տեղի են ունենում, գիտեք, որ արդեն Ադրբեջանի տարածքով գնացքներ են գալիս Հայաստանի Հանրապետություն, դեռ հակառակ ուղղությամբ գնացքներ չեն գնում եւ դա հիմնականում կապված է նրա հետ, որովհետեւ 30 տարի, այսինքն նախորդող շրջանում մեր տնտեսությունը մի քիչ զվարճալի է դա հնչում, բայց իրականությունը դա է, ֆուրի ծավալով է իր պլանավորումը իրականացնել, իսկ գնացքը բեռնել եւ գնացքով ապրանք արտահանելը մեզ համար բոլորովին նոր բան է։ Երևան-Բաքու-Անկարա հարաբերությունների ջերմացման ֆոնին շարունակում են քննարկումները Սյունիքով նախատեսված ճանապարհի շուրջ, որտեղ ներկայություն է ցանկանում ապահովել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Ռուսաստանն ու Եվրոպական միությունը։ Այս համատեքստում արդյոք միմյանց չեն խանգարում տարածաշրջանային համարվող 3 գումարած 3 հարթակն ու խոշոր խաղացողների ցանկությունները։ Քաղաքագետների կարծիքները լսել են Նաիրի Մուրադյանը։ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, որքան էլ այս երկրները գերիշխող են տարածաշրջանում, այնուամենայնիվ օգոստոսի 8-ից հետո ամերիկյան ներգրավվածությունը եւս կա տարածաշրջանում։ Որոշակի կոնսենսուս հնարավոր է լինի անդամ երկրների միջև, սակայն քանի որ տարածաշրջանում այլ մասնակիցներ եւս կան, եւ որոնք չեն ծրագրում դուրս գալ տարածաշրջանից, ապա այդ ներգրավվածության պայմաններում 3 գումարած 3 ձևաչափը ըստ փորձագետների ակտուալ չէ։ Եթե 3 գումարած 3 ձևաչափը ակտիվացվում է, այդ դեպքում մենք ունենք խնդիր կոնկրետ ԱՄՆ-ի ներգրավվածության հետ կապված։ 3 գումարած 3 ձևաչափը կարող է ակտիվանալ։ Իսկականորեն նրանք մի պարագայ։ Եթե ԱՄՆ-ն իր ներգրավվածությունը տեղավորի Թուրքիայի դերակատարության մեջ ամբողջությամբ, ինքը ուղղակիորեն չներգրավի, ամերիկյան շահերի ներկայացնողը հանդես գա Թուրքիան։ Приветствуем начатый процесс։ Մոսկվան բավականին դրական է տրամադրված այդ ձևաչափին։ Վրաստան-Արևմուտք հակադրությունների սրման ֆոնին Ռուսաստանը ձեռք է մեկնում հարավային հարևանին։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը կցանկանար նաև վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում։ Մոսկվան ըստ Զախարովայի վրացական կողմի հետ քննարկելու բան ունի։ Իսկ քաղաքագետներն ասում են, Զախարովայի հայտարարությունը ամենևին էլ պատահական չէ։ Այն ուղղված է վրացական իշխանություններին, սակայն Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կարմիր գծեր կան, որոնք դեռ խոչընդոտ են երկու երկրների հարաբերություններում որոշակի կարգավորման գործընթացների համար։ Հիմնական մասը իր տարածքային ամբողջականությանն է վերաբերում, ինչը ցույց է տալու, որ Բիլիսին առ այսօր, նույնիսկ ունենալով բարդ հարաբերություններ Եվրոմիության հետ, անհասկանալի դեռևս հարաբերություններ Վաշինգտոնի հետ, եւ նույն ժամանակ ունեն ցանկություն փոխելու տրամադրվածությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Կարմիր գծերը չեն փոխվում։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ 3 գումարած 3 ձևաչափի ակտիվացումը Վրաստանի ազգային շահերից չի բխում։ Վրացիները մասնակցում են բացառապես այնտեղ, որտեղ հնարավոր է կոմպրոմիս։ Վրաստանը, որքան էլ առաջին այսից տարօրինակ թվա, այդուհանդերձ այս պահին ներկապուլում Հարավային Կովկասի թերևս ամենակայացած պետությունն է, որը որ իր արտաքին քաղաքականությունը արդեն տևական ժամանակ է բացառապես իր ազգային շահերի տրամաբանության վրա է կառուցվում։
Չնայած Արևմուտք Վրաստան ճգնաժամի ֆոնին ավելի է հավանական դառնում, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ի վերջո հստակեցնեն հերթականությունը հանդիպումների եւ ցանկությունը հանդիպումները իրենց տարածքում կազմակերպելու, ապա որևէ հանդիպումներից մեկին Վրաստանը միգուցե մասնակցի։ Բայց եւ ըստ քաղաքագետների Վրաստանի մասնակցությունը այդ ձևաչափում կարևոր է Հայաստանի շահերի տեսանկյունից։ Այն հնարավորությունը տարածաշրջանային նախագծերի շուրջ խոսելու եւ բոլորի համար ընդունելի տարբերակներ գտնելու համար։ Քաղաքագետների ձևակերպմամբ, ինչ նախագիծ էլ իրականացվի տարածաշրջանում, Հարավային Կովկասում դրանք միս ու արյուն չեն ստանա, մինչև խոշոր խաղացողները Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, այսպես ասենք, չդնեն իրենց կնիքը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը հնարավոր է միայն Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ TRIP նախագծի շրջանակում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում։ Ընդգծելով, թե առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումը անհնար է, նկատի ունենալով, թե TRIP-ի մուտքի ու ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանցի պաշտոնյան հնարավոր է համարել Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում էլ առևտուրը բացառությամբ ռազմական ապրանքների։ Նա խոսել է նաև անկլավների եւ էքսկլավների մասին, նշելով, թե այդ հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակում, իսկ ինքը պատրաստ է այցելել Հայաստան, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթով են հանդես եկել ու հերքել իրենց առաջադրված մեղադրանքները։ Իսկ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծ ու դատական նիստը հետաձգվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին։ Մինչև այդ ավելի քան կես տարվա ընդմիջումից հետո Բաքվի բանտերում ապօրինաբար կալանավորված հայերին տեսակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Կես տարի հայ գերիները արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացած, կապից կտրված մնացին։ 6-ամսյա բլոկադան Կարմիր խաչի միջազգային պատվիրակությունը միայն 3 եւ դրան նախորդած օրն է հաղթահարել, հունիսից հետո առաջին անգամ տեսակցելով Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին։ Այս այցը եղել է հենց մեր կազմակերպության կազմակերպված այց, որը ուղղակիորեն Ժնևայի գլխավոր մեր գլխամասից կազմակերպվել է թիմը պատվիրակների, մեկնել է Ադրբեջան եւ տեսակցել այնտեղ բոլոր հայ անձանց, որոնց մենք նախկինում եւս տեսակցել ենք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այլ չունի ֆիզիկական ներկայություն Ադրբեջանում, սակայն մենք մեր կազմակերպությունը շարունակել է որոշակի երկխոսություն Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ ուղղությամբ որ կարողանանք որոշակի մարդասիրական հարցերով շարունակենք աշխատել։ Միջազգային մարդասիրական միակ կազմակերպությունը Բաքվում էր Ալիևը հայ ռազմագերիներին, հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը խոշտանգում էր։ Ավելի ուշ գլխի ընկան մարդասերներն Ադրբեջանում ընդհանրապես պետք է տեղ չունենան։ Երկրի կառավարությունը Կարմիր խաչի պատվիրակներին վտարելու որոշում ընդունեց, դեպորտը սեպտեմբերին խփեց։ Զնդանում կալանած անձեն հայերի հետ մնացին մենակ, եւ ինչպես այդ ընթացքում ահազանգում էին իրավապաշտպանները, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հայերին խոշտանգելու վերաբերյալ մտահոգություններն ահագնացան, ինչպես են նրանք հիմա Կարմիր խաչի մարդասերների վերջին այցելությունից կես տարի անց։ Ժամը հարցնում է միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պաշտոնյային։ Բովանդակային մասով մենք չենք հրապարակում մանրամասներ, այսինքն կարող ենք մենք հաստատել, որ իհարկե մեր թիմը գնահատել է պայմանները պահման, ինչպես սովորաբար համաձայն ընդհանրակարգերի առանձնազրույցներ ունեցել յուրաքանչյուր անձի հետ, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, որոնք վերաբերում են հենց բովանդակության տեսակցությունների, որովհետև դա սովորաբար չի հաղորդվում։ Առողջական հարցերը եղել են ուշադրության կենտրոնում, բժիշկ էր նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմից նաև ներկա եղել է այս տեսակցությունների ընթացքում։ Ընտանիքների կողմից ծանրոցներ Բաքու չեն հասցրել Կարմիր խաչի պատվիրակները, փոխարենը ռազմագերիներից Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանն է հայտնում, սնունդ, ծխախոտ եւ անձնական իրեր են տրամադրել մարդասերները։ Վիգենը նաև տուն է զանգահարել, երկար սպասված զանգը փոքրինչ մխիթարել է ընտանիքին։
Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հաշվի առնելով վերջին ամիսների հրապարակայնորեն արտահայտված մտավախությունները եւ Հայաստանից եւ տարբեր այլ միջազգային գործընկերների կողմից, սա շատ հեշտ լծակ է ինչ որ չափով փառատելու այդ մտավախությունները, ասելով, որ տեսնում եք, այցելություններ կան եւ որևէ խոչընդոտ չկա։ Սա, այո, Ադրբեջանը ընդհանուր կարող ենք դիտարկել ընդհանուր ձևական մոտեցում ցույց տալու քաղաքականության մեջ, բայց նաեւ հետո օգտագործելու իրեն, ցույց տալու, որ կամ հերքելու որոշ մտավախություններ, որ ունեն ընտանիքները կամ հաստաբանները կամ միջազգային կազմակերպությունները։ Միջազգային ճնշումը Բաքվի բռնապետին ստիպեց շուրջ կես տարի անց Կարմիր խաչի պատվիրակների առաջ կանաչ լույս վառել, ընդգծում է իրավապաշտպանը։ Մարդասերները նորից կայցելեն գերեվարված հայերին, կառույցից հայտնում են, պատրաստ են, հույս ունեն հնարավորություն դարձյալ կունենան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կան, կարգավորելու միջոց, թե ճնշում լրատվամիջոցի նկատմամբ։ Ճապոնական սարքավորումներ Հայաստանում կեղտոտ օդը ստուգելու համար։ 270 դրամը նպաստից զրկվելու պատճառ, մի ընտանիքի պատմություն Հայաստանում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունները մտահոգության առիթ են տվել ոլորտի մասնագետներին։ Օրինակ, ձևակերպում կա, որ պատերազմի քարոզ տարածելը կամ իշխանությունը բռնի յուրացնելու կոչեր հրապարակելը արգելվում է։ Սա լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու մեթոդ է, թե ոլորտը կարգավորելու, հարցնում են մասնագետները։ Լրատվամիջոցներում արգելվելու է պատերազմի քարոզը որպես բռնության խրախուսում կամ պատերազմական գործողությունների արդարացում։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններով գործադիրը հույս ունի ապահովել երկրում տեղեկատվական անվտանգությունն ու սահմանափակել արտաքին տեղեկատվական ազդեցությունները։ Օրինագծի այս ձևակերպումները սակայն մտահոգության տեղիք են տվել, մասնավորապես, օրինակ, ինչ ասել է պատերազմի քարոզը։ Այդ ձևակերպումները բռնության պատերազմի քարոզ Երբ որ դա գնա ինչ-որ նորմալ դատարան, դատավորները դա ամիսներով փորձելու են հասկանան այս դեպքում ինչ էր, թե դա իրականում այդ արտահայտությունը որն է, ինչա նշանակում քարոզը, փորձագետը խոսում է անհրաժեշտությունից, դա քարոզ է թե չէ, պաշտպանության ուղղվածը դա քարոզ է թե չէ, ագրեսիային դիմակայելուն, պաշտպանվելուն բասին դատողությունները քարոզ են թե չէ։ Կա ենթադրություն, որ օրինագիծը նպատակ ունի մի շարք ոլորտներում զսպել լրատվամիջոցներին։ Փորձագետների կարծիքով նպատակները մի քանիստ են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային։ Փորձ է համոզել Ադրբեջանին, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ձևերով որևէ ռևանշի, նույնիսկ մտածողություն թույլ չեն տա հայ հասարակության մեջ։ Օրինագծով սահմանվում է նաեւ, որ օտարերկրյա հաղորդումները չեն կարող ազատորեն վերահաղորդվել, եթե դրանց բովանդակությունը վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։ Մինչև Հայաստանում վերահաղորդվելը նման ծրագրերը պետք է գնահատվեն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից։ Սա էլ արտաքին քաղաքական ենթատեքստն է։ Եվրոպական միության ներկայացուցիչն էլ հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով մենք Հայաստանին տրամադրում ենք այսքան գումարի օժանդակություն հիբրիդային հարձակումների դեմ պաշտպանվելու համար։ Այստեղ կարևորագույն բանալին Ռուսաստանն է։ Օրինագծով նաև արգելվում է սահմանադրական կարգի տապալման կոչը կամ քարոզը, այդ թվում իշխանության բռնի զավթման, զինված ապստամբության կամ պետական ինստիտուտների ապալեգիտիմացման խրախուսումը։ Սա էլ ըստ մասնագետների ներքաղաքական, նախընտրական կոնտեքստի շրջանակում է տեղավորվում։ Հիմա այդ ամեն ինչը եթե դրվի մամուլի վրա, մամուլը ինքը գտնվում է իր ցենզուրայի բնականաբար։ Օրինակ այս մարդուն կանչենք թե չկանչենք, լավ ող եթերի ժամանակետինի կարող էլի ես անգամ փլստանք, բայց եթե նյութ ենք պատրաստել, բա որ այսպեսի բան հնչի, բա որ դրա հետևից հետո ազդաժողովը ընկնի, դե լավ եկեք ուրեմն այդ մի կողմ դնենք։ Ու այդ մի ռիսկը մի կողմ դնելով դուրս է թողնվում հսկայական խոսքի ազատության քանակ։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այս օրինագծի ընդունման դեպքում նախընտրական շրջանում հատկապես կարող են իշխանությանը ոչ հաճո հանրային դեմքերը պարզապես մեկուսացվել եւ դուրս մնալ մեդիա տիրույթից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։
Արկա վճարային համակարգով ֆիզիկական անձանց կատարած անկանխիկ վճարումներից 2% հետ վճար կտրամադրվի։ Այն կհաշվարկեն եւ կվճարեն 2026-ի փետրվարից սկսած մինչեւ 2027 թվականի հունվարը ներառյալ։ Անկանխիկ գործարքի գումարի հետ վճարի 2%-ը ձևավորվելու է միջոցառման մասնակից գործընկեր ընկերության հատկացումներից 1% եւ պետության կողմից 1% համամասնությամբ։ Հետ վճար չի գործի կոմունալ վճարների ֆինանսական գործարքների դեպքում։ Հիշեցնեմ, որ անցնող տարվա ընթացքում արկա վճարային համակարգը տեխնիկական խնդիրներ էր ունենում, ինչը հնարավորություն չէր տալիս համակարգի շահառուներին գործարքներ իրականացնել։ Չի բացառվում, որ ընդգրկվող բազմաթիվ շահառուների դեպքում համակարգը ծանրաբեռնված լինելով տեխնիկական խնդիրներ ունենա։ Տեխնիկական խնդիրներ ցանկացած համակարգում հնարավոր է որ տեղի ունենան, պայմանավորված այն տվյալների հոսքով, որոնք որ միաժամանակ տեղի ունեննում, սակայն մեր գործընկերները հավաստիացրել են, որ մաքսիմալ ջանքեր կգործադրվեն, որպեսզի տեխնիկական խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Ընդհանուր առմամբ հոսքին պատրաստվածություն արկա է, բայց ինչպես կենտրոնական բանկի նախագահն նշեց, որ մենք նաև հորդորենք, որ այդ ամեն ինչը տեղի չունենա մեկ օրում եւ միևնույն ժամին։ Մինչ քննարկումները շարունակվում են, ով որքան քեշբեք կստանա հաջորդ տարվանից, Եղվարդում ապրող ընտանիքը փորձում է պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարել, թե ինչպես են ապրելու առանց նպաստի, որից զրկվել են մի քանի կոպեկի պատճառով։ Հիմա ավելի պարզ։ Պարզվում է ընտանիքի մայրը համասեփականատեր է իր ծնողի բնակարանում, որից չի օգտվում, բայց գույքահարկի շեմը բարձր է 4200 դրամից։ Բայց սա ծանր իրավիճակում հայտնված ընտանիքի միակ խնդիրը չէ, զրկվել են նաև կոմունալի արտոնությունից։ Եղվարդում ապրող Վարդուհու ընտանիքը այս տարվա օգոստոսից զրկվել է ընտանեկան նպաստից, ինչը նրանց սոցիալական վիճակը ավելի է վատացրել։ 4 հոգանոց ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 անձ կա՝ հայրը եւ 16-ամյա որդին, ով դա ունի համախտանիշ ունի։ Ընտանիքի միակ կայուն եկամուտը հաշմանդամության թոշակներն են։ Ասում են նոր համակարգով այլևս չեն համապատասխանում պահանջներին։ Համապատասխան գերատեսչությունից Վարդուհուն մեկնաբանել են այսպես, ասել են. «Ձեր բաժնեմասի գույքահարկի շեմը պիտի 4200 դրամը չգերազանցի, որպեսզի նպաստ տանաք»։ 4470 դրամային հասանելիք գույքի, այսինքն 270 դրամի համակ։ Խոսքը Մորտան համասեփականատեր լինելու մասին է, սակայն վստահեցնում է ինքը այդ գույքից չի օգտվում եւ չի տնօրինում այն։ Ինքը ուրիշ հասցեում է ապրում ամուսնու տանը, այն 5 անձի համատեղ սեփականություն է։ Թուղթ է տարել հիմնավորել, որ այդ գույքին չի տիրապետում, բայց մեկ է ասում են քո անունով է գրանցված ու վերջ։ Ընտանիքի հայրը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, աջ ձեռքը չի աշխատում։ Նա նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել զինծառայությունից, աշխատել է շինարարության ոլորտում, սակայն աշխատանքի ընթացքում վնասվածք է ստացել ու այլևս չի կարողանում աշխատանք գտնել։ Հաշմանդամություն ունեցող հայր ու որդի միասին ստանում են 75000 դրամ թոշակ։ Մենակ փողը չէ, այնտեղ հիվանդանոցա, գազա, լույսա, հենց մի ես լիք առողջական խնդիր ունեմ, բայց չեմ կարողանում գնալ։ Որտեղ մտնում ես առաջին ասում են՝ «Դե վճարես, նոր քեզ տենա»։ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում անապահովության գնահատման պիլոտային նոր համակարգ է գործարկվել։ Այս համակարգով նախատեսված է գույքահարկի շեմ, որից բարձր գույքահարկի պարտավորություն ունեցող ընտանիքները ավտոմատ դուրս են մնում ընտանեկան նպաստի համակարգից։ Ժամին պարզաբանում են սոցապ նախարարությունից։ Պիլոտի արդյունքները վերլուծում ենք, որպեսզի փորձնական հասկանանք, ինչ խնդիրների են առերեսվում։ Սա եւս առաջիկայում հնարավոր է վերանայումների եւ փոփոխությունների ենթարկվի։ Առաջացած խնդիրները խմբավորվում են եւ կհասցեագրվեն, որպեսզի ամբողջ հանրապետությունում ռեֆորմի տարածման ժամանակ հնարավորինս շտկված լինեն։ Նման ծրագրերը պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն, ում են զրկում նպաստից, ում են տրամադրում, պետք է գոնե տրամաբանական լինի, ասում է Գործատուների միության նախկին նախագահն ու հավելում։ Այս դեպքում մեկ չափորոշիչ են օգտագործել։ Պիտի նայեն, թե նման առնավորությանը, երբ որ նպաստից զրկում են, արդյոք կա հնարավորություն իրեն ինչ-որ մի աշխատանք առաջարկեին։ Նույն նախարարության միջոցով իր զբաղվածության կենտրոններով կոնկրետ առաջարկեին, որը որ այդ տիկինը իր առողջական վիճակից ելնելով կամ հաշմանդամները կարող են ինչ-որ բաներ կատարել։ Մակարյանի խոսքով օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոդելը շատ հստակ է։ Ընտանիքի անդամների թվից է կախված։ Մեկ հոգում բաժին հասնող գումարի չափը, եթե նորմայից պակասում է, պետությունը կամ հարկերն է նվազեցնում, կամ էլ օգնություն է տրամադրում, որ բալանսը գոնե պահի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սովորական դարձած այս հայտարարությանը իրականում չի կարելի մատների արանքով նայել։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական լուրջ վտանգների մասին ազդակ է, որը կանխելու համար Երևանի 3 վարչական շրջաններում առաջիկայում կտեղադրվեն փոշու տվյալների հավաքագրման ավտոմատ համակարգեր, որոնք Հայաստան են գալիս Ճապոնիայից։ Ճապոնիան կօգնի Հայաստանին բարելավել մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը։ Կառավարությունում նշում են, մեր երկրում մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, թե կիրառվող տեխնոլոգիաների եւ թե դիտարկվող պարամետրերի տեսանկյունից։ Ուստի ճապոնական ծրագրի շրջանակում Հայաստան կբերվեն ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք թույլ կտան ոչ միայն զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, այլև դրանք հասանելի դարձնել հանրությանը։ Մասնագետների խոսքով օդի որակի ներկայիս դիտարկումները կատարվում են նմուշարմամբ եւ լաբորատոր հետազոտությամբ, ինչը հնարավորություն չի տալիս հաճախակի ստանալ տեղեկություն։ Ավտոմատ այս նոր տեխնոլոգիաներով սարքավորումները հնարավորություն են տալիս ավելի հաճախակի օրվա տարբեր ժամերին ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ։ Լաբորատոր մեթոդներով հնարավոր չի լինում օդի հիմնական աղտոտիչները որոշել, օրինակ ինչպես ածխածնի մոնոքսիդը, որը շմոլ գազ ենք մենք անվանում, PM2.5-ը, PM10-ը։ Սարքավորումները կտեղադրվեն Երևանի 3 վարչական շրջաններում, դիտակայանների տեղադրումը պետք է լինի այնպես, որ հնարավոր լինի ստանալ օդի որակի բազմակողմանի տվյալներ, տարբեր ազդեցությունների տակ գտնվող տարածքներից, ներառյալ տրանսպորտային հոսքի, քաղաքային ֆոնի, ջեռուցման կամ արդյունաբերական հատվածները, ինչպես նաև առավել բնակեցված կամ ակտիվ տարածքները, օրինակ շինհրապարակների կամ աղբավայրերի շրջակայքը, որտեղ բնակչությունը խիտ է։ Սա ըստ պատասխանատուների կարևոր քայլ է ավելի արդյունավետ բնապահպանական քաղաքականություն մշակելու եւ առկա խնդիրները լուծելու համար։ Ներկայիս մոնիտորինգը օրվա ընթացքում մեկ արժեք է տալիս, այսինքն նմուշարումը իրականացվում է առավոտը ժամ 8-ից մինչև հաջորդ առավոտ ժամ 8-ին։ Ստացվում է, որ վիճինացված արժեք է լինում։ Այդ պարագայում հնարավոր է, որ մեր հիմիկվա դիտարկված տվյալները եւ չի բացառվում, որ այդպես լինի, պետք է ավելի ցածր լինի, քան այն տվյալներն են, որոնք որ պետք է ստացվեն պիկ ժամերի համար։ Այսինքն այստեղ մենք ոչ թե ունենանք, որ մեր տվյալները եւ այս նախկին արված մոնիտորինգային տվյալները եւ նորը իրարից տարբերվում են, սխալ են, այլ կունենանք օրվա տարբեր առավելագույն կոնցենտրացիաների մասին եւս պատկերացում, որը որ հիմա մենք չունենք։ Երևանի ավականու անդամ բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Վարդանյանի գնահատմամբ, թեև քայլը ուշացած է, բայց շատ սպասված։ Նրա կարծիքով ճապոնական փորձը միանշանակ դրական կանդրադառնա մեզ վրա։ Մինչ այսօր մենք չունենք հանրապետությունում այնպիսի սարքեր, որոնք որ կարողանում են չտարբերակված փոշու պարագայում հենց ամենավտանգավոր եւ մեր մոտ ամենաբարձր մակարդակ ունեցող PM2.5 մասնիկների գնահատականը տան, որը որ հանդիսանում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ մարդու օրգանիզմի կողմից էվոլյուցիայի ընթացքում մենք չունենք մեխանիզմներ, որոնք որ մեզ պաշտպանում են նման չափի մասնիկներից, նրանք անմիջապես ներծծվում են եւ իրենց անբարենպաստ անդրադարձը անմիջական թողում մարդու օրգանիզմի վրա։ Կարող են հետազոտություններ եւ մենք ունենանք օբյեկտիվ պատկերը։ Սարքավորումների տեխնիկական սպասարկման վերապատրաստումն անցկացվելու է ճապոնական կողմի հետ համատեղ։ Արդեն Երևանի դիտակետերի արդիականացումից հետո համակարգը կներդնեն նաև մարզերում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Բիոբանկ նոր կյանքերի համար առաջին անգամ մեր երկրում։ 30% ավելի դրամահավաք Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոնի արդյունքները եւ ավելի քան 1 տոննա սիգի ապօրինի որս էկոպարեկների բացահայտումը։ Մետեո աշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի ներքո, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հղիության եւ հետ ծննդաբերական շրջանում վերարտադրողական առողջությանը վերաբերող նոր հնարավորություններ են ստեղծվում։ Մեր երկրում առաջին անգամ կստեղծվի բիոբանկ, որտեղ կպահպանվեն սերմնաբջիջները, ձվաբջիջները եւ նույնիսկ ձվարանային հյուսվածքները։ Ձվաբջիջների սառեցումը կիրականացվի հատուկ վերարտադրողական կենտրոնում։ Բժիշկները խորհուրդ են տալիս առողջ երեխա ունենալու նպատակով ձվաբջիջը սառեցնել մինչև քաղցկեղի բուժման սկսելը, քանի որ բուժումը կարող է ազդել վերարտադրողական կարողությունների վրա, քիմիաթերապիան եւ ճառագայթային բուժումը կարող են անդառնալի ազդեցություն ունենալ վերարտադրողական կարողությունների վրա։
Իրատորական առողջության կենտրոնը շեշտադրում է անելու քաղցկեղով հիվանդ եւ դեռահասներին եւ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց եւ տղամարդկանց հնարավորություն ունենալ մինչ բուժումս եւ վիրահատությունը համապատասխան օնկոլոգին կոնսուլտացիայից հետո 24-ից 72 ժամում մինչ բուժումը սկսելը պահպանել սերմ, ձվարանային հյուսվածք եւ ձվաբջիջ։ Հայաստան համահայկական հիմնադրամի հայրենիք հավերժություն դրամահավաքարշավի արդյունքներով հավաքագրվել է ընդհանուր առմամբ $17 միլիոն, ինչը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ աճել է մոտ 30%։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի խոսքով այս տարի Հայաստանում դրամահավաքի ձևաչափը փոխվել է։ Մեկօրյա միջոցառման փոխարեն իրականացվել է դրամահավաքարշավ, նպատակ ունենալով մեկամսյա ժամանակահատվածում ինտենսիվ տեղեկատվական համագործակցային միջոցառումներ իրականացնել։ Ազնաուրյանի տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 675 միլիոն դրամ։ ԱՄՆ տեղական մարմնի կողմից հավաքագրված 7.5 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակներում իրականացվելու են մի քանի նպատակային ծրագրեր, որոնցից հարկ եմ համարում առանձնացնել Գյումրիում կառուցվելիք 2 բազմաբնակարան շենքերը, նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար։ Այս շենքերը կլրացնեն արդեն իսկ Գյումրիում արկա գեղեցիկ բնակելի թաղամասը եւ նույն տարածքում Ամերիկայի տեղական մարմնի կողմից հավաքագրված գումարներով կիրականացվի մշակութային կենտրոնի կառուցումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերել եւ առգրավել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։ Գեղարքունիքի պարեկները առգրավել են նաեւ 13 նավակ, 63 ցանց։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ զորամասերից մեկում բացահայտվել է դիզելային վառելիքի խոշոր չափերի հափշտակություն։ Նախաքննությամբ պարզվել է, որ գումարտակի հրամանատարի տեղակալը եւ պահեստապետը նախնական համաձայնությամբ կազմակերպել են վառելիքի ապօրինի վաճառք։ Մասնավորապես 700 լիտր դիզելային վառելիք չի մուտքագրվել պահեստ, դուրս է բերվել զորամասից եւ վաճառվել, իսկ գումարը բաժանվել է մասնակիցների միջև։ Այնուհետև փորձ է կատարվել նույն եղանակով դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, սակայն հանցագործությունը չի ավարտվել պահեստապետի ձերբակալման պատճառով։ Մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի, վարույթը հավատվել է եւ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Երևանի քաղաքապետարանը հերքում է Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները ֆինանսներն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ եւ տեղեկացնում է, որ 2025 թվականի պետական բյուջեով Աջափնյակ կայարանի կառուցման համար հատկացվել է 9.64 միլիարդ դրամ։ Այդ գումարից մոտ 765 միլիոն դրամը վճարվել է Մետրո Գիպրոտրանս ընկերությանը նախագծի փաստաթղթերի համար, քանի որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է միայն 2025 թվականի հունիսի 9-ին, շինարարության հաջորդ փուլերի իրականացումը այս տարվա ընթացքում իրատեսական չի եղել։ Ըստ այդմ չօգտագործված գումարները ուղղվել են այլ ծրագրերի իրականացմանը։ 2026 թվականի պետական բյուջեով մետրոյի կառուցման նպատակով արդեն նախատեսվել է 2 միլիարդ դրամ։ Չնայած Սևանա լճում Սիգի արդյունագործական դվորսի արգելքից առաջ իրականացված իրազեկման միջոցառումներին ոստիկանությունը շարունակում է բացահայտել ձկնագողության դեպքեր։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ը բարեկային ծառայությունը Սևանա լճում հայտնաբերել եւ առգրավել է ավելի քան 1000 կիլոգրամ ապօրինի որսած ձուկ, ընդհանուր 2613 հատ։ Բացի այդ, Եղարքունիքի մարզում առգրավվել են 13 նավակ, 63 ձկնորսական ցանց, շարժիչներ եւ թիեր։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ձվադրման շրջանում ապօրինի ձկնորսությունը ենթադրում է վարչական եւ քրեական պատասխանատվություն։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Նաթեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովանիսյանը։ Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը մեղադրվում էր խուլիգանության համար, որը իրականացվել էր մեկ անձի վրա խմելու ջուր լցնելու միջոցով։ Գալեյանը դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի եւ պատիժ էր նշանակվել 1.5 տարի ժամկետով։ Բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, գործը դեռ չի քննվել, բայց քանի որ այս ընթացքում Գարիկ Գալեյանը գտնվում էր կալանքի տակ, իսկ խափանման միջոցի 1 օրը համարվում է ազատազրկման 1 օր, այդ իսկ պատճառով Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել, պարզաբանել է փաստաբանը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։
Եվ եղանակի մասին ցիկլոնի տեղաշարժին հետևում է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն ակտիվ ցիկլոնի ներքո։ Սպասվում են տեղումներ, ձյուն։ Ջերմաստիճանը կնվազի մոտ 7 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 9, Լոռիում 0-ից 4, Տավուշում 2-ից 6 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 6-ից 9, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 12, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան, Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 3-ից 5, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ հանգստյան օրեր եմ մաղթում։